Սիրում եւ գնահատում եք ամեն ինչի մեջ ճաշակ եւ որակ։ Գնահատեք Կերամ ամառացին։ Դիզայնի լայն ընտրանի, դասականից մինչև էկզոտիկ, էսթետիկ որակ։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Քո պատճառով Դավիթին ձերբակալեցի։ Դու սպանեցիր Դավիթին։ Ես այդ արամի նման եմ, շատ լավ եմ ճանաչում։ Ես դրա դիմակը պատրելու եմ։ Բա, սպասի, բա։ Հա, ինչ է լավ։ Ճիշտ արեցի, թե սխալ որ երեք մատանի մամայի գրպանը գցեցի։ Մեր ինչ է եղել։ Ինչ ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան է եղել։ Արդեն իզնից թաքուն բան ես պահում։ Երեք չի մեզ այն ամեն ինչը ինչ այսքան տարի թաքցնում ենք։ Մենք պիտի միասին լինենք։ Մենք իրարից թաքուն բան չպիտի ունենանք։ Եթե ինչ-որ բան է եղել, ես պիտի իմանամ։ Վահան, դու ամեն ինչ գիտես։ Այդ հիշել ես ամեն ինչին ինչ գնով ենք ասել։ Ես շատ լավ հիշում եմ ամեն ինչ։ Եթե մենք միասին չլինենք։ Մենք հիմա էլ ենք միասին։ Լավ ես գնամ ուշանում։ Ինչից ես ուշանում։ Այն մրցանակաբաշխության հետ կապված որոշ գործեր կար անելու։ Լավ։ Գնա որ չուշանաս։ Կակրաս ես էլ գործեր ունեմ պիտի դուրս կամ։ Գիշերը խաղա լինելով պիտի կազմակերպեմ զբաղվելա պետք։ Լավ, գնամ, զանգ ես։ Չաստր մի բան հաստատ են չի։ Ալիկ, քո մասով գործ կա դու։ Ասա, Վահան, ինչ գործ է։ Ես քանի օր մերին իրան մի տեսակ ապահում։ Ինչ է եղել, Վահան, կոնկրետ ասա։ Որ իմանայի եք ես զանգում, բայց մի բան եղել է այդ հաստատ։ Ինչ ես ուզում որ անեմ։ Ուզում եմ որ քո մարդկանցից մեկին հանձնարարես, որ ես քանի օր հետևի մերին։ Ուրա գնում ում հետ է հանդիպում։ Հասկացա՞։ Լավ, պարզ է։ Բայց նայ որ Դավիթյանի մարդ լինի։ Հասկացա։ Մերին դրա մասին вообще չպիտի իմանա։ Վահան ձեռս առնի։ Ալի կարաննենց ոնց ասում եմ։ Լավ, հասկացա, կանեմ։ Վահան, իմացա որ մերին Դավիթի մորը տուն էր հրավիրել, հա։ Ալիկ, արա այն ինչ ասեցի, վերջ։ Ալիկին մենակ նեղության վախտ են հիշում ես ձեր։ Մեր առաջվա Երևանից բան չի մնացել Դավիթ ջան։ Ուր են մեր երևանցիք։ Նե, ոչ մի ծանոթ դեպք չի մնացել։ Ես քանի օր շրջում եմ նայում քաղաքին ու չեմ ճանաչում։ Ուր են մեր Երևանի հին թաղերը։ Ուր նայում եմ լպստած շենքեր են ջղտել։ Հեմունոցը չկա, փուրթուլը չկա։ Երեք մնացած բաների մասին էլ չեմ ասում։ Պետ ինչի ես տենց վերես նայում։ Կավոր, էլիս Դավիթ ասեցիր։ Ես էլ չեմ կարողանում ձեռք քաշել իմ սովորություններից։
Ոնց որ դու քոնից։ Այ դու մատանին տվել ես։ Հաստատի ասել ես, որ Դավիթը ողջ է։ Մի զարմանում ես, որ ես էլ քեզ եմ Դավիթ ասում։ Ինչ անեի։ Իմ որացին մերն է։ Թող է տանջվել։ Այդ դրա համար էլ ասում եմ, որ իրան հերու բայեր ես ամեն ինչից։ Լասատենամ ինչ ես անելու։ Կսկսեմ Վահանից։ Իրան առաջինը խաղի մեջ կմցնեմ։ Չէ։ Շուտ ասանիկ։ Վահանը միամիտ չի։ Ինքը շակալի նյուխ ունի։ Ինքը հլա քեզ չի վստահում, դրա համար էլ հետը դորդավություն չի անում։ Շուտ չի, ճիշտ ժամանակն է։ Ահա, ես լկարամ, հասկանամ, որ ինձ վնասեն, բայց ես թույլ չեմ տա, որ ընտանիքից դիպչեմ։ Արդեն թողել ես։ Թավոր։ 12 տարի համբերել էիր։ Մի քիչ էլ համբերեիր էլի։ Ճիշտ ես ասում, համբերել եմ, էլ համբերել ժամանակ չկա։ Ասա վրույր։ Արամ, դու ճիշտ էիր, հենց քո ասածով էլ եղավ։ Եկավ։ Հա, արդեն ստեղ է։ Հասմիկին պետք է լավ թափ տալ։ Ստեղ ինչ-որ բան են չի։ Արդեն տուն է մտնում։ Լավ։ Վահանը գնացել է մորս մոտ։ Բայց ինչ ես անում։ Վահանը շակալ է, ինքը կարա խոսք քաշի։ Չգիտեմ, ես էլ գնամ երևի։ Վտանգավոր բաներ ես անում, Սանիկ։ Ինչ ես ասել։ Հենց ընես գնում ես իրանց տուն։ Որ ինչ։ Չգիտեմ, քավոր, բայց պիտի գնամ, ես գնում եմ։ Սպասի։ Արի մտածենք, թե ինչ ենք անելու։ 12 տարի համբերել ես։ Ուզում ես մի վարկյանում ամեն ինչ ջուրը գցես։ Շատ եմ արդեն համբերել։ Կներես, բայց պիտի գնամ։ Արամ մի գնա։ Արամ հետ արի։ Արամ։ Մարդը հենց այդպիսին է։ Մինչև դանակը ոսկորին չի հասնում, չի փորձում։ Անձա, բարև։ Բարև, Վահան ջան։ Ասում եմ մեքենայով, ասի մատպեսնեմ հասմիկցիան ոնց է։ Հա։ Վահան ջան, երեկվանից փակվել է սենյակում ու լաց է լինում։ Արի, ներս արի։ Լավ չհասկացա, թե ինչ է եղել։ Երեք միտեղ մերին էին հանդիպել։ Դե մերին էր մեր տներ գրավիրել։ Հետո մի պահ վատացավ։ Մենք էլ ահավոր անհանգիստ է, ասում եմ, գամ տեսնեմ ոնց է, ոնց չի։ Ապրես Վահան ջան, անցի նստի։ Ես գլուխ հանում եմ, որ ինձ բան ասում։ Փակվել է իր սենյակում ու ձենձուն չկա։ Հələ սկզբում մենք էլ գլխի չէինք, թե ինչն ինչոց է։ Էդգարս արդեն իրար էր անցել, ուզում էր դուռը ջարդեր։ Հետո փառք ասում։ Լսեցինք, որ լացում։ Լավ, բայց ասեց ինչ է եղել։ Մերին էլ ընդեղ անհանգիստ, ասում այդ կնիկը մեզանից նեղացավ, ինչ եղավ։ Չէ, Վահան ջան։ Լույսը բացվավ Էդգարիս հետ գնացին շուկա եկան, արդեն լավ էր։ Հարցնում եմ, բան չի ասում։ Ասում է սիրտս էր նեղվել։ Սիրտն էր նեղվել, հա։
Հարցն եմ դենց ասում։ Այ մավրա տանը չի։ Տանն է, ոնց տանը չի։ Հենը։ Կողքնյան գործան։ Անիման ջան, իման դունեմ շինել գետի վերան։ Անիման ջան, իման վրեն դրել երկու գերան։ Անիման ջան, իման վրեն դրել երկու գերան։ Հենը։ Անիման ջան, Երկումը։ Էй, Վահան ջան։ Ով այրակնգանից գլուխ անե, որ ես հանեմ։ Երկում է, հա։ Դե ուրեմն ամեն ինչ լավ է, էլի, որ երկում է։ Հա։ Բայց ինչի։ Մեկը բոխի, մեկը ծիրան, անիման ջան, իման։ Օհան ջան, ճաշը 10 րոպեից պատրաստ կլինի։ Ինչ ասմի։ Էդգար ջան, այսքան շուտ ես եկել։ Մենք հյուր ունենք Հասմիկ։ Վահանն է եկել։ Վահան ջան, ապրես որ եկել ես, միասին կճաշենք։ Դդմիկով կոտլետ եմ սարքել։ Հասմիկ, վաղուց ես կոտլետից չէիր պատրաստել։ Ինչ խաբար, հա? Երեխուս սիրած կոտլետն է։ Էդգարի, հա? Էդգարի սիրած կոտլետնա։ Վահան ջան, օհանիս հետ մի բաժակ կխմեք, լավ տնական գինի ունեմ։ Հայկնիկ բատենց բան կհարցնեն։ Կխմենք բավոնց, բեր։ Բերեմ, հիմա բերեմ։ Անցյալում մեզ ուղղորդված ձեռքը հիմա էլ չի թողնում, որ մենք ինքնուրույն գործենք ու տնօրինենք մեր ճակատագիրը։ Տասը տարի է անցել, 10 տարի անիմաստ գոյության, երբ միակ մխիթարանքս Լևոնոս էր, Լևոնոս էլ որ չլիներ վերջ, եթե հնարավոր լիներ ժամանակի անիվը հետ պտտելու, կյանքը կշարունակեի հենց ստեղից, բայց կընտրեի լրիվ ուրիշ ճանապարհ։ Անցյալում գործած մեր մեղքերը ճահճուտի պես քաշում են մեզ ներքև։
փորձելով հերթական անգամ մեզ ծածկել իր ծանր ջրերի մեջ։ Այ հասնիկ սա բա տենց բան են անում։ Երեք դու ոնց մեզ տենց վախացիր, է։ Հա, վատացա։ Երևի եղանակից էր։ Առաջին անգամ էր իմ տուն գալիս։ Ես էլ ահագին ուրախացա քեզ, որ Էդգարի ու Մերի հետ տեսա։ Բայց հետո էդ ինչ եղավ, ինչի՞ց տենց վատացած, տենց էլ գլուխ չհանեցի։ Ոչինչ, արդեն լավ է։ Հա։ Կարող է քեզ այնտեղ ինչ-որ մեկը նեղացրեց, կամ նենց բան ասեց, որ դու քեզ ված զգացիր։ Չէ, ով ինչ պիտի ասեր։ Եսի՞։ Դե ասենք Մերին։ Դե, խմեք, թե չէ, խոսում եք։ Ան շոհանցը։ Ապրես Վահան ջան։ Ինչ կարող լիներ, հա։ Այնտեղ տակը Արամը մնաց, բայց Արամը տենց տղա չի։ Կարող է Արամն ինչ-որ բան ասել։ Չէ։ Բայց ինքը քո գնալուց հետո ասեց, որ… Ինչ ասեց։ Ինչ էիք իրար հետ խոսում։ Գինիդ խմի այ Վահան ջանը։ Ես Արամին վստահում եմ։ Ու գիտեմ, որ ինքը ինձանից գաղտնիք չունի։ Այս դու էլ պիտի գաղտնիք չունենաս հասմիկցը։ Բալես եկավ։ Ես կբացեմ։ Արի տղա ջան, ներս արի, համեցեք։ Վահանն էլ ամեն տանը։ Արամ։ Ներս անց։ Վահան, դու էլ ես անհանգստացած Տիկին Հասմիկի առողջությամբ։ Բարև ձեզ Տիկին Հասմիկ։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Տիկին Հասմիկ, ինձ կներեք երեկվա համար։ Հիմա ոնց եք, ձեզ ոնց եք զգում։ Լավ եմ։ Արդեն լավ եմ։ Դե եկեք նստեք։ Կօգնես ծաղիկները տեղավորենք։ Իհարկե կօգնեմ։ Իմ հետևից արի։ Օգնի տղա ջան։ Արի, մի ամաչի։ Ես Արամն եմ, Վահանի հետ նոր եմ ծանոթացել, ինձ Դավիթ չասես, հանգիստ, Վահան ջան, ես գինին դուրդ չեկավ։ Չէ, լավն էր, Ռոհանձա, շատ լավն էր։ Ռոհանձա, դու նստի, ես հիմա կգամ, լավ, դու նստի։
ճիշտ է Վահան։ Ինչ աչքով։ Տիկին Հասմիկ, արդեն ծաղկամանի մեջ ջուրը լցրել եմ սեղանին դրված։ Ապրես տղա ջան։ Հիշում էիր, որ ինձ ասում էիր, մենք իրար նման ենք։ Ճիշտ էիր ասում։ Մեր երկուսի մտքով էլ նույն բանն անցել։ Հայտնվել նույն տեղում, նույն ժամանակ իրար հանդիպեցինք։ Դու մի քիչ շուտ ես եկել, բայց դա կարծում եմ այդքան նշանակություն չունի։ Մենակ այն տարբերությամբ, որ դու ծաղիկներով եկար։ Մեր հարցում դու ինձանից շնորհքով գտնվեցիր։ Չէ, դա նորմալ երևույթ է Վահան ջան։ Անընդհատ բարեկամի տուն ծաղիկ չեն տանում։ Վահանը Թավիթիս մանկության ընկերն է։ Մեզ համար շատ հարազատ բրդ է։ Ինչ եք կանգնել մնացել։ Գնացեք հյուրասենյակ, տղամարդը չպիտի երկար մնա խոհանոցում։ Դե գնացեք։ Գնացինք։ Անցեք։ Տղա ջան, անցի ես կում, նստի այստեղ։ Լավ, ես հիմա կգամ։ Հաստատնում ես ընտանիքը քեզ դուր է եկել։ Լավ ընտանիք է։ Թաղնել է հրաշալի թաղա։ Հետաքրքիր մարդիկ են ապրում։ Այստեղ երկու օր չես եկել։ Ինչի՞։ Դե։ Տուն, խանութ, շուկա, տուն ես այստեղի կյանքը։ Շատ ծանծրալի է։ Մոտ է հենց տվես պիտի պարկես քնես։ Հիշում եմ ասում էիր դու էլ ես թաղերում ապրել, հա, երիտասարդ ժամանակ։ Հա, ժամանակի։ Բայց ես չէի պատրաստում այստեղ երկար մնալ։ Վահան ջան։ Ընկերդ որտեղ է նստել։ Ուղի իմ դիմացը Հասմիկը։ Տղա ջան, անունդ ինչ էր։ Արամ։ Հա, Արամ։ Արամ ջան, դդմիկով կոտլետ եմ սարքել։ Կուտես, չէ։ Իհարկե կուտեմ, մեծ հաճույքով։ Ես կվերցնեմ։ Հասմիկ չէ։ Տենց էլ չասեցիր ես կաբաշկիով կոտլետը Էդգարի սիրած ուտելիքն է։ Չէ, Դավիթի, Վահան ջան։ Դավիթս էր շատ սիրում։ Դավիթի սիրած ուտելիքն էր։ Աստված հոգին լուսավորի։ Տգին Հասմիկ, ամեն ինչ շատ գեղեցիկ է ու հրաշալի։ Իսկ դդմիկով կոտլետ է, հրաշալի է, շատ համով։ Կեր Արամ ջան, անուշարա, կեր։ Մեր Վահանը երեխա ժամանակ մեր թաղերում է մեծացել։ Հոգր ժամանակ շատ չար էր։ Անընդհատ քաշքշուկի ու կռիվների մեջ էր։ Բայց հա, տեսար ինչ եղավ։ Իսկ Դավիթս, որ այդքան խելոք տղա էր, ինչ ճամփաբռնեց։ Դե, վերցրեք բաժակները, խմենք Դավիթիս համար։
Անձա, ես իմ կյանքում ինչին որ ասել եմ, Դավիթի շնորհիվ եմ ասել։ Եթե ինքը չլիներ, ես այս դասը չէի առնի կյանքից։ Դե, խոսքեր դրսի բաց շրջապատի մասին այն է։ Աղջան ասում ես էլի, չպետի տենց բան ելներ, չպետի ելներ։ Բայց դե, ինչ կարաս անես։ Ես ստողով վպարտանում եմ, ինքը ուժեղ մարդ դուրս եկավ, իր մեջ ուժ գտավ ու կարողացավ ժամանակին ճիշտ կողմորոշվել, թե ինչը ոնց է։ Հասմիկցայի հետ մինչև քո գալը քեզնից էինք խոսում։ Ասաց, որ ինչ-որ քեզ ասել է… Տղես։ Հասմիկն ինձ ասեց, տղես ուր է։ Դե ես էլ այդ բային շփոթվեցի, չգիտեի ինչ պատասխանեի։ Ես Էդգարից նկատի ունեի։ Ախր Էդգարն իմ աչքերն է։ Հա, ճիշտ է ասում։ Որ կողքիս չի լինում, ես ինձ շատ վատ եմ զգում։ Մանավանդ որ տեղն էլ անծանոթ է լինում։ Հա, տենց։ Դե լավ։ Տիկին Հասմիկ, մենք եկանք, տեսանք, որ ձեզ հետ ամեն ինչ նորմալ է, դուք ձեզ շատ լավ եք զգում։ Ես առաջարկում եմ խմենք Տիկին Հասմիկի առողջության համար։ Տիկին Հասմիկ ջան, առողջություն, ամենալավն ու բարին ձեզ։ Չգնանք։ Մեզ կներեք, մենք դուրս գանք։ Ոնց, ես Ոչինչ։ Արդեն գնում եք։ Բան չկա։ Դե գնացինք, Գոհանձա, մերսի, Հասմիկցա, լավ է։ Գնացինք։ Ձեզ լավն եք, Տիկին Հասմիկ։ Ես էլի անպայման կգամ։ Հաջողություն։ Ստեսություն տղա ջան, բան ետելի համեցեք մեր տուն։ Լավ մարդկանց համար իմ տան դռները միշտ էլ բաց են տղա ջան։ Ստեսություն։ Մեկը մեզ կողքից նայեք, իմանա 1000 տարվա ընկերներ ենք։ Այնիշ մի քանի օր ենք ծանոթ ենք։ Ճակատագրի բերումով է երևի։ Ճակատագիրը կույրերի համար է։ Մենք էլ ամեն ինչ տենում ենք։ Կոնկրետ ինչ ես տեսնում, որ ես չեմ տեսնում։ Ինչ պիտի տեսնեմ։ Ուրախ եմ, որ գտել ենք իրար։ Դու մեր կյանք մտար առանց մեզ հարցնելու։ Բայց մեկ այս ուրախ եմ։ Երիկուն ակումբում խաղա լինելու կգաս, չէ՞։ Արի։ Կգա։ Դու իմ մասին ամեն ինչ գիտես։ Ներկասել, ինչ-որ չափով անցյալ լսել, բայց այս ոչ մի բան չգիտեմ։ Ինչ է քեզ հետաքրքրում կոնկրետ։ Ամեն ինչ էլ հետաքրքրում։ Օրինակ ինչ ես անելու, ուր ես գնալու։
Քաղաքից դուրս եմ գնալու, թաքուն գործեր ունեմ։ Ոչ մի բան էլ թաքուն չի մնում։ Ախ թե ուշ ամեն ինչ ջրերս է դուրս գալի։ Ճիշտ ես։ Հենց էլ կա, բայց ամեն ինչ իր ժամանակին։ Ալիկ ինչ գործ ես։ Ասա ինչ կա։ Լսի, դու Արամի տանտեղը գիտես։ Ասենք թե ինչ կա։ Արամը քաղաքից դուրս է գալու, ինչ որ գործեր ունի։ Ուզում եմ որ այսօր մի հատ մտնես իր տուն նայես։ Ոնց է ձևավորված։ Ուզում ես ուղղակի նայեմ, թե ուզում ես դնեմ ու տյունինգ անեմ դրա տունը։ Չէ, ուղղակի նայ։ Բայց անպայման դու կգնաս, եղավ, որոշի դավերյա չանես։ Քեզնից գլուխ չանեցի։ Ձեզ մեկ իրարից բաժանել չի լինում, մեկ էլ զանգում ասում ես։ Լսի ուղեղից զոր մի տուր, հա։ Ինչ ասում եմ մեն արա։ Լավ, իմ համար դժվար չի, կանեմ։ Վերջ սպասում եմ զանգի։ Ասել սենց։ Նոթբուքը կմիացնես ու միացրած կթողես։ Իրան հետաքրքրող ֆայլերը դիսպլեյին են, ձեռք չտաս, բան չփոխես, թող աչքի առաջ լինի։ Ասել սենց։ Ոնց որ թե ամեն ինչ արեցի։
Պարզվում է դու սենց բաների մեջ ես փոխվել։ Հյուրանոցային բիզնես, շինարարական աշխատանք, բաք չի։ Ոնց ես իմ լույս։ Լավ։ Մեր ինչ է այդ կատարվում։ Ոչ մի բան։ Մենք իրարից թաքուն բան երբեք չենք արել մերի։ Ճիշտ ես, մենք բոլոր թաքուն բաները միասին ենք արել։ Ինչ եղել է։ Այդ ամենը արդեն անցյալում է։ Ինչ ես անցյալը քչփորում։ Որովհետև այդ անցյալը ինձ հանգիստ չի տալիս։ Այլ սկսի, սկսես լավն ճանաչ։ Իսկ անցյալը քեզ չի հետապնդում, Վահան։ Մենք հիմա անցյալի հետ ինչքան քիչ կապ ունենանք, այնքան լավ մերի։ Ինչ ես ասում։ Ոնց անցյալի հետ կապ չունենամ, եթե ես ինձ մեղավոր եմ զգում։ Վահան, մենք մարդասպանություն ենք գործել, մեր պատճառով անմեղ մարդիկ են տուժել։ Մերի վերջ տուր։ Մնում էր, որ դու գլխից լոլո կարդայիր։ Ուզում էր իմանալ, չէ՞ ես որտեղ եմ հանդիպել տիկին Հասմիկին ու Էդգարին։ Չէ, պետք չէ։ Ինձ արդեն հետը չի հետաքրքրում։ Գերեզմանոցում եմ հանդիպել։ Գերեզմանոցում։ Դու գնացել ես Դավիթի գերեզմանին։ Որ ինչ մերի։ Մտածում էի տենց ինձ ավելի թեթևացած կզգա։ Ու ինչ։ Թեթևացար։ Մեր արարքը միևնույնն է ներում չունի, Վահան։ Մենք վաղ թե ուշ պատժվելու ենք, ես դա գիտեմ, ես դա զգում եմ։ Որ քիչ կռաս ոչ մի բան չի լինի։ Լիկասը, ինչ արել։ Վահան, հայ աստեղում եմ։ Դրա կոմպի մեջ բիզնես ֆայլերն եմ գտել։ Պարզվում է մեր Արամիկը հյուրանոցային բիզնեսով է զբաղվում։ Դա կոնկրետ չեմ կար ասեմ։ Այն ինչ ես տեսա տրիդեով հավաքած ծրագիրը։ Ու շատ մեծ բան է։ Ահա որ մեծ թիվ է կազմում։ Ամեն դեպքում փոքր բան չի։ Լավ, ես հեսա դրանք ֆլեշկիս վրա եմ գցում։ Կգամ այդտեղ իրար հետ գնայինք։ Լավ, հասկացա։ Դա դու էլ երկար մի լարվի այդտեղ։ Երևա կխոսենք։ Ով էր։ Ալիկը, ով պիտի լիներ։ Ինչ էր ուզում։ Ոչ մի բան։ Իրիկունը պոկեր կլուբում խաղա լինելու, այդ գործերով էր զբաղված։ Չես թողում էլի խաղարդ Վահան։ Ով ասաց։ Շատ հնարավոր է, որ ես շուտով ուրիշ բանով զբաղվեմ։ Ահա, տեսնի նայ վերես։ Ուզում եմ շինարարական բիզնեսով զբաղվեմ։ Եվ ինչ ես կառուցելու։ Ասենք հյուրանոցային համալիր։ Ինչ վատ կլինի, որ։ Տղես, դու ես։ Հա մամ ջան, ես եմ։ Էդգարս։
Պատմի տեսնեմ, ուր էիր, ինչ արեցիր։ Խմբագրությունում եմ, մամ ջան։ Ինչ գործով։ Նոր հոդվածից վրա եմ աշխատում, մամ ջան։ Իսկ ինչի մասին է հոդվածդ։ Էդգար։ Չէ, մամ ջան։ Ոչ մի թաքուն բան չկա, ուղղակի ինքային չեն տպել։ Վախենում ես, որ անցած անգամվա պես չտպեն, հա։ Դե, չի բացառվում։ Մամ։ Ասա բալես։ Մտածում եմ Վահանին ասեմ թող զանգի մեր խմբագրին։ Վահանին։ Հա, մամ։ Վահանը որպես մարդից դուր չի գալիս, բայց շատ ծանոթներ ունի։ Մեր խմբագիրներ իր հին ծանոթներից է։ Պետք չի, չեմ ուզում Վահանին զանգես։ Ինչի։ Չեմ ուզում, որ Վահանից ինչ-որ բան խնդրես։ Դավիթ, որ մեր հետ ելներ, ես բացի իրենից ոչ մեկին չէի դիմի, բայց դե… Այդ կապ չունի, բալես։ Ես չեմ ուզում, որ ընդհանրապես դու Վահանից ինչ-որ բան խնդրես։ Ճիշտ որ ասեմ, այդ իմ սրտով էլ չի։ Ուղղակի… Կտպագրեն։ Բալես, հոդվածդ անպայման կտպագրեն։ Դու առաջի հերթին քո ուժերին հավատա։ Ոչ թե ինչ-որ մեկի զանգի կամ ծանոթների խնդրանքին։ Դու ամեն ինչ պիտի քո ուժերով հասնես։ Քեզ մոտ կստացվի։ Ես համոզված եմ կստացվի, բալես։ Լավ, մամ, որ ասում ես Վահանին չեմ զանգի։ Դու ոնց ես, մամ։ Լավ եմ։ Լավ եմ, բալես։ Դե լավ, գնամ մի քիչ աշխատեմ։ Գնա։ Բան չասացի։ Ուղղակի չեմ հասկանում ինչի հենց շինարարության ոլորտը ընտրեցիր ու հենց հյուրանոցային բիզնեսի ոլորտը։ Որովհետև իմ սիրելի կինը, իմ լույսը, այդ ոլորտից է։ Ես ուզում եմ, որ քո հնարավորություններն էլ օգտագործենք։ Շատ լավ է։ Եթե ուզում ես իմանաս, այդ խաղերը պիտի վաղուց թարգած լինեի։ Այդ ինձ համար անցած էտապ է։ Կիառամ ամառացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։